Հազարավոր դիտումներ, բուժման, ոգեշնչող պատմություններ և մի երեխայի լաց, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց համացանցում։ Հայտնի կինեզիոլոգ Արմինե Պետրոսյանի աշխատանքային մեթոդների ու նրա էջում հրապարակվող տեսանյութերի շուրջ համացանցում մեծ աղմուկ է բարձրացել։ Կանչում աուտիզմ ունեցող երեխաների հստակ ժամի հերթագրվելուց մի քանի ամիս անց երբ հերթը հասնում է։ Դրանից մի քանի ժամ հետո է երեխայի հերթը գալի, երեխան հոգնում է, իհարկե աուտիզմ ունեցող երեխաները մեծ դժվարություն ունեն սպասելու։ Երեխան հոգնում է, հետո ծնողների հետ է վատ խոսում, նրանց խոստումներ է տալիս, վստահեցնում, երաշխիքներ տալիս, ինչը իհարկե էթիկայի նորմերին դեմ է։ Երբ որ երեխան ունի սպաստիկա, ես իրան այնպես չեմ բացում, որ քեզ ճկունություն առաջացնեմ, հասկանում եք։ Ես գիտեմ ինչքան աշխատեմ, ինչքան բացեմ հոդը։ Կարող է տեսահոլովակից երևում է վայ, բայց կներեք բողոք կա։ Երեխայի մաման ասում է, ես 6 անգամ գրեցի այդ Սոֆիին, իմ երեխան լավ է, երեխան լացել է ճանապարհ է եկել, սպասել է հոգնածությունից եւ սովից, ոչ թե նրանից, որ ցավ է ապրում։ Ասում է ինձ վերցրեց բան արեց, ծև ցուցակ գցեց։ Աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողները բժշկուհու պարզաբանումներին չեն հավատում։ Մտահոգ ու դժգոհ ծնողներից մեկը Արմատ մեդիայի հետ զրույցում պատմում է. «Գործ ունենք ոչ թե հոգնածության, այլ իրական սուր ֆիզիկական ու հոգեբանական ցավի հետ»։ Ես կուզեի, որ մասնագետները անձամբ իրենք կարծիք հայտնեն իր աշխատելավոճի մասին, սկսած էթիկայի նորմերից մինչև մասնագիտական գիտելիքներ, արդյոք ինքը ընդհանրապես մասնագետն է այն, ով իրավասու է աշխատել նման առանձնահատկություններով երեխաների հետ, այդ բոլորը քննարկման դրվի մասնագետների կողմից, որովհետև ես որպես ծնող տեսնում եմ, որ ակնհայտորեն վնասում է երեխաներին։ Առողջապահության նախարարությունը եւս ուսումնասիրելով համացանցի տեսանյութերը, դրանցում արձանագրել է իրական մասնագիտական ու մեթոդաբանական լրջագույն խնդիրներ։ Տեսանյութը տեսել եմ։ Քննարկել ենք վերականգնողաբանների հետ, այդ գծով մեր գլխավոր խորհրդատուի հետ։ Իրապես խնդիրներ են տեսնում մասնագետները։ Բժշկական հանրության կողմից ստացել ենք նաև դիմումը։ Դիմելու ենք տեսչական մարմին, ասում են նախարարությունից։ Ի լրում նախարարության այս հայտարարության նաև ահազանգում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը։ Ընդգծում տվյալ խնդիրը համակարգային բաց թողում է։ Եթե տեսչական մարմինը չի իրականացնի ստուգումներ, մենք կփնտրենք այլ լուծումներ, որտեղ եթե կա խնդրի մասին մտահոգ անձանց խումբ, ապա այդ դեպքում պետությունը ունի անելիք։ Հովսեփյանը նաև նկատում է հատուկ կարիքներով երեխաների կիսամերկ պատկերները խոցելի վիճակը համացանցում տեղադրելը եւ նրանց անձնական ախտորոշումները բացահայտ հանրայնացնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կոպիտ խախտում է։ Այստեղ մենք չենք քննարկում անձի մասնագիտական կարողությունները, օգտագործած մեթոդները եւ այլն, մենք դրա մասին եզրակացություններ անողը չենք, կան պետական մարմիններ, որոնք դա անելու պարտականություն ունեն, եւ եթե կա մտահոգություն, որ որևէ մեթոդ, եղանակ, դա կլինի բուժման մեթոդ, թե վերականգնողական բուժման եղանակ, դրանք բոլորը պիտի համապատասխանեն չափորոշիչներին եւ եթե կա խնդիր բարձրաձայնում որևէ մեկի կողմից, ապա պետական մարմինները պիտի արձագանքեն։ Հետաքրքիր է, որ երեխաների կիսամերկ պատկերների հրապարակումներից չեն նեղվում կինեզիոլոգ Պետրոսյանի ծառայություններից օգտված մի շարք ծնողներ։ Նրանք պնդում են տարիներ շարունակ իրենց երեխաներին բուժել են հենց նրա մոտ։ Երրորդ կուրսի երրորդ այցն է, շատ մեծ փոփոխություններ ունի երեխան, մենք եկել ենք Ռուսաստանից հատուկ բուժումներ ստանալու համար ու ես տեսնում եմ արդյունքը։ Ու մինչ նախարարությունը կզբաղվի այս խնդրով, Արմինե Պետրոսյանը խոստանում է, դատի է տալու իր խոսքով իրեն զրպարտած անձանց։ Ցուցակ է կազմել։ Իրանք կիմանան դատարանում բոլորը, որովհետև սա ճիշտ չի։ Երբ որ այսքան բանից հետո ես չեմ էլ կասկածում, կարող է նաև այն բանը հասնի, որտեղ ես իրոք հիմա ինձ չար ուժերի հետ եմ կռվում։ Այս ոչ արդար պայքար է։ Այստեղ փոխտնօրենի հետ խոսել եմ, իսկ այնտեղ քանի որ դեպքեր պատահել չեմ խոսել դեռ փոխտնօրենի հետ Նաիրիում։ Այո, այստեղ խոսել եմ եւ ասել են, որ դուք խնդիր չունեք։ Եթե ուզում եք դատի տակ տվեք։
Դա ձեր իրավունքն է եւ մենք ձեր կողքին ենք։ Թե ինչ ընթացք կստանան առողջապահության նախարարության դիմումն ու կինեզիոլոգի պատրաստած դատական հայցերը ցույց կտա ժամանակը։ Ակնհայտ է մեկ բան, խնդիրը պահանջում է համակարգային հստակ կարգավորումներ, որպեսզի բժշկական միջամտությունն ու երեխայի շահը երբեք չհայտնվեն նմանատիպ հակասությունների կենտրոնում։